Ողջույն, ծովահայերի եթերում այսօր խոսելու ենք հայոց աղբյուրների բուժիչ ջրերի, ազգագրական ծիսական ավանդությունների ու ջրով հրաշագործությունների մասին, որոնք մեզ են հասել մեր մեծերի ձեռագրերից։ Հյուրընկալել եմ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վաչագան Ավագյանին։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Ողջունում եմ ձեզ։ Պարոն Ավագյանը ուսումնասիրել է ջուրն հայոց հավատալիքներում ու կենցաղավարող ծեսերում։ Նախ ծանոթանանք ռեպորտաժին, այնուհետև վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը։ Անհիշելի ժամանակներից, միգուցե դեռ նախնադարից, ջրին վերագրել են հրաշագործ հատկություններ, ջրով ապրել են, բուժվել, երկրպագել, մաքրագործվել։ Ջրից առասպելական հերոսներ են կյանք առել։ Նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր ջուրը մեծ դեր ունի կենցաղավարման ծեսերում։ Իջերը շաղիկ, բասերը ճաղիկ, խորոդիկ, հայ խորոդիկ, առաջելով ծխտաղով։ Օրինակ, համբարձման տոնին կամ ժողովրդական լեզվով ասած ջանգյուլումի նախորդ օրը ազգային երգ ու պարով սառնորակ աղբյուրների 7 ակունքից ծիսական կժերով ջուր են հավաքել։ Մեր երկրի ամեն մի անկյունում կան աղբյուրներ, որոնց ջրի մասին լեգենդներ են հյուսվել եւ որոնց ջրերը մինչ օրս էլ պահպանել են բուժիչ հատկությունները։ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Զաղա անունով հայտնի սրբատեղի դարձած քարանձավի ջրի մոտ մարդիկ խոսում են դրա բուժիչ հատկություններից։ Հիվանդ ունենք հոկտեմբերան զանգին, թե ջուր բերեք եկնի։ Շատ մարդու է թրկել, նույնիսկ վրայի վեշկեր, ամեն ինչին է վերջքել։ Մեր երկրում շատ աղբյուրներ կան, որոնք ուխտատեղի են դարձել։ Ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Գանձակի գավառի հրաշագործ աղբյուրների մասին։ Օրինակ, Միրզիկ, այժմ Շեհրիար գյուղի խաչաղբյուրը մկնատամ հիվանդությունն է բուժել, Նորբխի գյուղի աղբյուրը համրություն, կուրություն ու խլություն է բուժել, Բանանց այժմ Բայան գյուղի Սարի աղբյուրը երիտասարդացրել է ու սեր է ներշնչել, գյուղին մոտ գտնվող մեկ այլ աղբյուր ամոքել է հոգեկան հիվանդներին, փարատել վիշտն ու թախիծը, Գիրանց գյուղի աղբյուրի ջրում անդամալուծներին են լողացրել, սուրբ են համարել ու առասպելներ հյուսել Եղնասարի աղբյուրի մասին, աղբյուրներ, որոնք ադրբեջանական հողում են այսօր մնացել։ Պատմության որն է իրական, որը առասպել, դժվար է ասել։ Պարոն Ավագյան, ինչու ձեզ հետաքրքրեց ջուրը։ Ջուրը նախ ուղիղ ասեմ, մասնագիտական հետաքրքրությունների մեկնակետից բանասիրական այսպես նյութի հետաքրքրությունների լայն շրջանակը բնականաբար պահանջ պիտի դներ նաև զբաղվելու ջրի որպես գեղարվեստական կերպարի վերաբերյալ մեր ժողովրդի մեջ ձևավորված պատկերացումներով, ես պատահական չէ, որ ասացի գեղարվեստական կերպար, որտեղ իսկապես ջուրը եւ ընդհանրապես բնության տարերքները բանահյուսական միջավայրում մեր ժողովրդի գեղարվեստական պատկերացմամբ առել են այսպես կառուցվածքային որակում եւ բացարձակապես չեն զիջում գեղարվեստական կերպարի այսպես կերպար երևույթին այդպես որակեմ տեսեք ջուրը Արիստոտելի բնութագրմամբ բնության 4 տարերքներից մեկն է օդը, կրակը, հողը Այս միջավայրում ջուրը կարծում եմ առավել համարժեք է գալիս լույսին Չթերաժևելով իհարկե բնականաբար հողի եւ օդի դերն ու նշանակությունը ինչու որտեւ այս երկուսը իրենց կենսատվությամբ մարդկային կյանքի համար իրենց ունեցած դերով կարծեք թե առավել էական նշանակություն ու դեր են առնում առավել եւս որ նրանց նշանակությունը ավելի ակնառու է տեսանելի է եւ պատահական չէ որ մեր ժողովուրդը իր բնապաշտ կենսասիրությամբ առավել կարևորություն է տվել կարծում եմ ջրին ու լույսին
Թերևս գուցե լույսին, որտեղ տեսեք, Մեր շատ ավանդազրույցներում ջուրն ու հուրը քույր եւ եղբայր են, համատեղվում են իրար հետ։ Մեր առաջին օրհներգությունը Վահագնի ծննդյան այդ հրաշք օրհներգությունը իր մեջ առած ունի եւ լույսը պարզ է, բնության բոլոր տարերքներն են, բայց Վահագնի ծնունդը հենց կարակից է, հենց ջրից է։ Երկներ երկին, երկներ երկիր, չէ, ասում ենք, բայց երկնի ծովուն ուներ, չէ, կարմրի կն եղեգնիկ, տեսեք, ծովն ու ջուրն են համատեղ ծնունդ տալիս, կարծեք, թե Վահագնի, պատահական չէ, մեր ամենավաղեմի խորենացու շնորհիվ վավերացված այդ բնության օրհներգությունը ունի այս երկու երևույթների առավել կարևորությունը, կարծում եմ։ Ջուրը հետո որպես պաշտամունք, որպես հրաշալի, որ մեր ժողովրդի գիտակցության մեջ կարևորվել, արժևորվել է, պիտի մենք պայմանավորենք անշուշտ ջրի ոչ միայն կենցաղային, այսպես պահանջով, անհրաժեշտությամբ, այլ ջուրը անհրաժեշտությունը եղել մարդու ընդհանուր տնտեսության միջավայրում, գյուղատնտեսական միջավայրում, չէ՞ որ մեր ժողովուրդը հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվել, երբ որ մենք նայում ենք հին այգին եւ ընդհանրապես մեր աշխարհին շատ տեղանքներ ունեցել են ջրի պակաս։ Եվ բնականաբար այն երևույթներն են սրբացվում, առասպելական բնավորություն առնում, որոնք ժողովրդի պահանջը ունեն, անհրաժեշտություն ունեն, նրանք սրբացվում են եւ հատկապես դրանց նկատմամբ է երկրպագությունը ձևավորվում։ Եվ նրանք որպես պաշտամունք արդեն հրաշալի ժողովրդի հրաշալի կամ հրաշալի ժողովրդի գիտակցության մեջ առասպելական ասվելով կերպարավորվում են։ Նրանց մասին ձևավորվում են տարբեր եւ վիպական պատմություններ, եւ առասպելաբանական պատմություններ, եւ պատական չէ ամենևին, որ առասպելական միջավայրից նրանք պիտի տեղափոխվեն ժանրային այլ միջավայր, մտնեն նաեւ կենցաղ, դառնան կենցաղի անհրաժեշտ մասը։ Այ որ մենք նայում ենք ջրին, չէ՞, այսպես եթե պատմականորեն, խիստ պայմանականորեն մենք փորձենք ջրի այսպես զարգացման ընթացքը նայել վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, առասպելական պատկերացումներից կրոնական այդ պաշտամունքից նա տեղափոխվել մտել է հեքիաթի միջավայր, տեղափոխվել է ասույթային բանաձևային միջավայր բանահյուսական, դժվար չէ հեշտությամբ վերականգնել բազմաթիվ առած ասացվածքներ, որոնք ունեն ջուրը իրենց մեջ, չէ, ջրի պես կյանք ունեն, ամենա այսպես մաղթանքի կիրառելի բանաձևումը այսօր էլ մեզանում կիրառելի ասվող շարունակաբար։ Շատ անգամ շատ միստիկ ինչ որ բաներ են վերագրում ջրին։ Օրինակ նախաքրիստոնեական շրջանից սկսած, ծովինարի մասին առասպելազրույցները, հետո գալիս է ասում են քրիստոնեության լույսով ոցվելով արդեն քրիստոնյա աշխարհում եւ ջրօրհնեքի տոնին կամ այսպիսի բան, որ ջրօրհնեքի տոնին նախորոք ջրակալույցին կամ ակնթարթ դա առասպելա երբ ջրերը մեկ վայրկյանում բոլոր շարժվող ջրերը կանգ են առնում եւ եթե հասցնեն այդ մեկ վայրկյանում ինչ որ իր դնեն ջրի մեջ այն ոսկու կվերածվի եւ եթե քար դնեն քարը կունենա բուժիչ հատկանիշներ եղել են երբևէ մարդիկ ովքեր փորձել են այդ անել եթե մենք հավատանք Պրոշյանին Սոսիե Վարդիցեր վեպում նա այդպիսի օրինակ բերում է եւ իբրև թե այդ հավատալիքով լսված վեպի հերոսներից մեկը փորձում է դա անել, բայց ուշացման հետևանքով հակառակ իրավիճակում է հայտնվում, պատժվում է։ Եղել են թե չէ եղել գրավոր գրականության մեջ գոնե ինչ չի հանդիպել, հիմա բացի հիշատակածս օրինակից, դա էլ կարծում եմ Պրոշյանի սոսկ գեղարվեստական այսպես երևակայության շնորհիվ, բայց կարծում եմ դա վաղուց պիտի մեզանում արդեն հաղթահարված լինի, որովհետև այս առասպելական մտածողությունը արդեն պիտի աշնաբար տեղի տար, որտեղ մարդը իր բանականությամբ ավելի ռեալ է սկսում մտածել աշխարհի իրեն շրջապատող միջավայրի մասին, բայց հետաքրքիր է որ մնացել է, որպես արարողություն մնացել է այսօր։ Տեսեք, այո, դուք ճիշտ նկատել տվեցիք, հիշեցիք Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ճրակալույցին, չէ, ջրօրհնեքի ճրակալույցի այդ արարողությանը պարտադրաբար ուրեմն ենթադրվում է որ հոսող բոլոր ջրերը կանգ են առնում եւ հետաքրքիր մի նաեւ
հիշողություն է պահպանվել մնացել, որ այդ պահին անգամ չբեր կանայք, եթե այդ ջրի մեջ ընկղված իրը կառնեին, գցեին իրենց որովայնին, կարող էին հաղթահարել անգամ իրենց չբերությունը, ուրեմն այսպիսի կարևորություն է տրվել ջրին ծննդյան նախօրեի կապակցությամբ այդ քրիստոնեության առնչվող արարողություններին։ Իսկ հաջորդ օրը արդեն ջրօրհնեքին, այո, իսկ դա մենք հասկանում ենք, որ հեթանոսությունից տեղափոխված քրիստոնեական միջավայրում հարմարեցված արդեն այսպես բովանդակություն առած տոն է, որ ուղիղ կատանում մեզ կապում է Քրիստոսի մկրտությանը։ Իսկ ջուրը ինքը մաքրագործող է, ինքը նաև իր բուն կենցաղային նշանակությամբ եկեք ուղիղ ասենք, նա ապահովում է մեր մաքրությունը, հիգիենիկ իմաստով։ Տեսեք, պարոն Ավագյան, շատ անգամ ես ուզում եմ հասկանալ իրականության ու միստիկայի սահմանը, որը չեմ գտնում։ Մենք ասում ենք, դա միստիկայի ժանրից է, բայց նույնիսկ գիտնականները իրենց երեխաներին, մկրտում են, ջրով են մկրտում։ Եթե միստիկայի ինչու են ջրով մկրտում, այսինքն ինչքան էլ ուզում է գիտությունը զարգանա, մեկ է այդ սահմանը գտնելը մի քիչ ավելի բարդ է դառնում։ Ասում են, որ վախեցածի վրա ջուր են լցնում կամ տալիս են ջուր։ Եթե հավատանք, որ սա միֆ է, բա ինչի են անում տարիներ շարունակ, դարեր շարունակ եւ դա օգնում է։ Հիմա ասել օգնում է, թե չի օգնում, դժվարանում են պատասխան տալ։ Եվ եկեք մենք այսպես մի պայման դնենք։ Այն ինչ որ անբացատրելի է, այն ինչ որ չունի մեկնաբանություն, դեռ չի նշանակում, որ այն կեղծ ու սուտ է։ Ես միշտ վախեցել եմ այդ մտքից։ Մենք փորձում ենք նմանօրինակ երևույթները պատճառաբանել իբրև ժողովրդի այսպես առասպելաբանական մտածողության, սնոտեապաշտության հետևանք։ Չէ՞ որ դրանք ժամանակային առումով տևական ընթացք են արել։ Եթե նրանք այդ պաշտամունքը երբևէ իրողություն չդառնար, այսպես կիրառելի չլիներ եւ արդյունք չտար, նա չէր ապահովի իր շարունակականությունը, նա շատ արագ իրեն կսպառեր եւ կմոռացվեր։ Իհարկե շատ նմանօրինակ երևույթներ կորցնելով իրենց բովանդակային կողմը, պահել են միայն արտաքին նկատելի, այսպես շոշափելի, տեսանելի եզրը եւ այսօր վեր են ասվել պարզ նոտիապաշտության, շատ արարողություններ, որ մեզանում դեռ իշխում են, բայց այդ սահմանագիծը այսպես շատ հստակ դնել եւ այսպես պատնեշել, ասել, այստեղ նոտիապաշտությունն է, այստեղ միստիկան է, այստեղ իրողությունն է, իրականությունն է, իհարկե շատ դժվար է ասել։ Այո, մեզանում շատ հաճախ մենք պարզապես արդեն ինքնահոս եղանակով ավանդաբար մեր նախորդներից առած կրում ենք այդ ամենը։ Այսօր էլ ճանապարհ ընկնողին կամ որևէ փորձության ընթരാճ գնացողին, երբ որ ճանապարհ ենք դնում, դռնից պարտադրաբար ջուր ենք շաղ տալիս։ Դրանով կարծեք թե կանխավ արդեն հաղթահարելով այն արգելքը, որ պիտի հանդիպի նրան։ Կամ դուք ճիշտ նկատել տվեցիք, վախեցածի վրա աննկատ մասնավորապես մանավանդ դա լինում է գերեզմանոցներում եւ սովորաբար տեսեք հետաքրքիր է, որ նախկինում դա եղել է հուղարկավորությունից հետո վախեցածի վրա աննկատ հերվից ջուր են ցան տվել եւ հետաքրքիր է շատ հաճախ այն ջուրն են ցան տվել, որով լվացել են դիակը։ Այս էլ շատ հետաքրքիր է։ Այդ դիալվասման մենք ծիսակարգ ենք ունեցել, որը նաև սրբացվել է մեզանում։ Իդեպ դա ձեր գիտական նորույթն է։ Չասեմ նորույթ է, ինձ ջուրը հետաքրքիր է բնականաբար էպոսը ջրի պաշտամունքի նկատմամբ, աստղի, կանահիտ, նրանց առնչվող կենդանիները, բնության երևույթները, ինձ տեսեք ուղիղ ասեմ, շատ է հետաքրքրում ձեռալվասման կարգը։ Ես առիթ ունեցել եմ տարբեր ժողովուրդների մեջ ապրելու, ոչ շատ ռուսների, ուկրաինացիների, բելարուսների եւ ցավոք սրտի առիթ եմ ունեցել նաեւ նրանց ուղարկավորություններին մասնակցելու եւ այսպես հետեւել եմ բնականաբար ունենալով նաեւ իմ ազգագրական այսպես հետաքրքրությունները, նրանք ինչպես են այդ ամենը իրականացնում։ Այո, նրանց մոտ էլ հոգեհացի պարտադիր արարողությունը կա, բայց նրանց մոտ ես նկատել եմ, որ պարզապես պահանջ չկա սեղան նստելուց հոգեհացի սեղան նստելուց առաջ մինչև կհյուրընկալվեն, այսպես ասեմ, հոգեհացի սեղան նստելու ձեռքերը լվանալու։
Հիմա մենք ունենք ձեռալվացման կարգ։ Մենք գիտենք, որ հուղարկավորումից հետո, երբ որ վերադառնում ենք եւ տանտիրոջ հրավերով հայտնվում ենք հոգեհացի սեղանին, մենք միջև ներս մտնելը, դրանը, շեմին, տոհմի, ընտանիքի, մանկահասակ սովորաբար որևէ աղջնակից այդպես աղջկնակի կողմից լսված ջրով ձեռքներս լվանում ենք եւ նոր մտնում ենք համապատասխան սրահը։ Հիմա ասել սա սոս կապված է հուղարկավորության օրվա հետ գուցե, որտեղ վերջապես գերեզմանից են գալիս, այստեղ կարկա, իհարկե ձեռքերը լվանալու եւ բնականաբար հացի նստելուց առաջ մենք էլ մեր կենցաղում սովորաբար ձեռքերս լվանում ենք, նոր ենք սեղան նստում, անկախ ամեն ինչից։ Բայց հաջորդ օրը կամ ցանկացած գերեզմանին առնշվող կամ մեռելոցին առնշվող արարողությունից հետո, երբ մենք գալիս ենք հոգեհացի, դարձյալ այդ պահանջը ունենում ենք։ Եվ վերջապես, նաև այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում ամենևին այդ արարողությանը, գերեզմանոցում չեն լինում, բայց եթե անհրաժեշտություն է առաջանում հոգեհացի սեղանին նստելու, նրանք դարձյալ պահանջ ունեն ձեռքերը լվանալու։ Ինձ հետաքրքիր է դա։ Եվ հիմա հետաքրքրությունը առաջինը, որ ակնառու տեսանելի է Աստվածաշնչից Պիղատոսի, Քրիստոսի կապակցությամբ ձեռքերի լվացմամբ այդ արարողությունն է, որով նա փաստեց քահանայապետերին եւ այն ամբողջին, որոնք պարտադրում էին, պահանջում էին Քրիստոսին խաչել, որ ինքը այդ մարդու անմեղ այրունից այրանը մեղք չունի, ինքը անմեղ է, որտեվ Քրիստոսը անմեղ էր եւ ինքը մեղք չբերեց, այսինքն Քրիստոսի մահվան մեջ ինքը մնաց անբաժին իր մեղքով։ Ասած այս մարդը արդար է, ես մեղք չունեմ նրա։ Դա նաև կարող է վկայել, որ այդ մարդու հանգուցյալի մահվան մեջ անմասն են անմիջապես զուգահեռը տեսանելի է։ Այո, մենք ձեռալվացման այդ կարգով ըստ էության կարծեք թե հուշել ենք տալիս, որ հանգուցյալի մահվան հանգամանքների մեջ մենք մեր մեղքի բաժինը չունենք։ Բա հետաքրքիր է, բա Պիղատոսի այդ արարողությունը, այդ ձեռալվացման կարգը, որը մեզ տեսանելի է Աստվածաշնչում, Ավետարանում, որտեղից է նրան փոխանցվել։ Այս սա էր հետաքրքիր։ Եվ ես կարդալով գնացի 5 կտակարան ու զարմանալիորեն հանդիպեցի հրյաների մոտ օրինաց երկրորդ գրքում։ Ուրեմն նրանք իրական իրենց օրենքներում ունեցել են այսպիսի սահմանում։ Եթե որևէ վարչական տարածքում գտնվել է որևէ դիակ, որի սպանության մահվան հանգամանքները մնացել են անհայտ, ուրեմն տվյալ տարածաշրջանի մեծամեծերին հրավիրել են դատի։ Եվ եթե վերջիններս հիմնավորել են, որ իրենք անմեղ են, իբրև փաստ վկայություն իրենց անմեղսունակության, նրանք մի անդաստան վայրում նոր մորթված երինջի վրա պիտի լվանային իրենց ձեռքերը, իբրև փաստ վկայություն իրենց անմեղության։ Ուրեմն կարծում եմ կարելի է ենթադրել, գուցե մի փոքր բռնազբոսիկ այս վարկածը, բայց ընդհանրությունը նմանությունը այնքան է, որ կարծում եմ կարելի է այդպես մտածել։ Հերական այս օրենքը, որը հաստատում է մարդու անմեղսունակությունը իր կարգով, արարողակարգով ձեռալվացման, տեղափոխվել ասել է մինչև Քրիստոսի ժամանակները եւ Պիղատոսի այդ գործողությունը ընդօրինակումն է հենց այդ օրենքի։ Հետագայում թե ոնց է եկել մեր միջավայր, դժվար չէ գուշակել։ Մեր ժողովուրդը մեր միջավայրում էլ շատ կան, գավառներում շատ կան նմանատիպ արարողություններ, երբ տան մեծը իր ձեռքերը լվացնում է տան կրծերի ձեռքերի վրա։ Այո, զարմանալի բաներ ենք ունեցել, երբ տոհմի ընտանիքի ավագը արդեն զիջել է իր տեղը սպասվող մահվան սպառնալիքի պատճառով, նա ուրեմն ձեռալվացմամբ իր ձեռքերի ջուրը թողել է նրան, ով պիտի ժառանգեր տան ավագի իրավունքը։ Հետո տեսեք, երբ տան ավագը մահացել է, դիալվածումից հետո ջուրը պարզապես չեն թափել, լցել են թոների մեջ կամ նրա սնացքի մեջ, որով սովորաբար դուրս է գալիս թոների ծուխը։ Ինչի դրանով իրենց պատկերացմամբ տան բարաքյատը պահել են, որպեսզի չգնա կորչի հանգուցյալի հետ միասին։ Մեր մեծերը ինչ են ասում իրենց գրավոր հիշատակումներով, ինչ անենք, որ մենք էլ մեր տան հայոց տան բարաքյատը պահենք։
Այստեղ արդյոք գրավորը պիտի օգնի։ Մեր բանականությունը մեզ պիտի օգնի, մեր ազգասիրությունը մեզ պիտի օգնի, մեր ավանդությունների ջրի հետ կապված։ Ջրի հետ կարծում եմ մենք այնքան են կապված, որ դրա անհրաժեշտությունը այդպես լրացուցիչ կարծեք թե չի էլ առաջանում, այսօր էլ որքան մենք սթափ մտածող մարդիկ ենք, վատ երաս տեսնելիս առավոտյան արտանում անմիջապես շտապում ենք ջրին պատմելու եւ կարծում եմ հաստատ եթե նույնիսկ որոշակի կասկած առաջանում է, այնուամենայնիվ հավատը ավելի մեծ է, որ ջուրը իր հետ տանելու է։ Ջուրը ախրսոս կենսաբանական երևույթ չէ, պաշտամունք է մեզ համար։ Մեր կենցաղում ճիրեմ մենք ծարավ չենք հագեցնում միայն մեր այսպես կենսաբանական պահանջները չենք բավարարում։ Ջրի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ունենք։ Հիմա հա նախտիներից տեղափոխված Վարդավառի տոնը, որ այդպես էլ իր անունը հավատարմորեն պահեց, Քրիստոսի պայծառակերպության տոնն է այսօր, որ պայծառակերպության անվանը զուգահեռ Վարդապառը պահեց զուգահեռ, չկարողացավ հաղթահարել, դուրս բերել։ Հիմա այստեղ էլ չէ, տեսեք այդ ջրի ցողումը մեկը, սրսկումը մեկի մյուսի վրա, դա ինչ է ենթադրում։ Մարդը պարզապես նախկինում ձգտել է այդ օրինակ եղանակով ընդօրինակելի դառնալ բնության համար, որ բնությունը այդ եղանակով վարվի իր հետ։ Ինչպես մեկը մյուսի վրա ցող ցանելով կարծեք թե նրան կենսունակություն է տալիս, այնպես էլ երկինքը ջուր բերելով, անձրև ցանելով բարեբերություն բերի հողերին, պտղաբերություն ապահովի։ Հիմա այսօր եթե սա մեզ համար դարձել ընդամենը ինչ զվարճանք է, թերևս ամենասիրելի տոնը քրիստոնեական, որի բովանդակությունը չկռահելով էլ կամ շատ հաճախ չմտածելով էլ դրա մասին, մենք այդ զվարճանքով ուրախությամբ ենք զբաղվում եւ դրա մեջ ներառում ենք, ընդգրկում ենք մեր երեխեքին, սկսած մեր մանկությունից։ Բայց բան էլ կա, ես հակված եմ հավատալ մեր առասպելազրույցներին, ինչու, որովհետև մի քանի փորձի շնորհիվ երբ որ ոչ մեր, բայց այլ երկրների առասպելազրույցներն էի ուսումնասիրում եւ ժամանակի ընթացքում երբ գիտությունը առաջ գնալով դա ապացուցեց, որ նման բան եղել է, նման բան հնարավոր է եւ մտածում եմ միգուցե դեռ գիտությունը շատ պիտի զարգանա, որ մեր առասպելազրույցից ինչ որ պատառիկներ էլ գիտականորեն կարողանանք բացատրել։ Օրինակ մեր առասպելազրույցում Սանասար Բաղդասարի այդ ջրածին լինելը կա եւ ջրից ուժ ստանալը, ասացունցի Դավթի կաթնաղբյուրի ջրում լողանալը եւ հզորանալը, խոշորանալը էդ էլ կա։ Միգուցե կան նմանատիպ աղբյուրներ, որոնք այլ բաղադրություն ունեն։ Չեմ ասում դա ինչ որ միֆոլոգիայի մեջ, այլ ինչ որ իրենց բաղադրությունով իրենք ունեն որոշ հատկություններ, որը դեռ ուսումնասիրված չէ, չգիտենք ինչ ջուր է, ինչ բաղադրություն ունի, արդյոք ազդում է մարդու վրա, մարդու օրգանիզմի վրա, աճի վրա կամ հզորացման վրա։ Չեմ կարծում, դա իսկապես տանում է ուղիղ առասպելաբանությունը, այսպես գուցե շատ միամիտ հնչի, վերջապես ջուր է, կարող է լինել քաղցրահամ, այսպես հաճելի, բայց ըստ էության ջուրը ամբողջ աշխարհում կարծում եմ մեկն է իր բաղադրությամբ, ասել թե բայց տարբեր են ջրերի բաղադրությունները։ Ջրեր կան, որ նույնիսկ ազոտական ինչ-որ բան ունեն, ֆորմուլաները H2O-ն է ֆորմուլան, բայց կան ինչ-որ նրբություններ։ Ուզում եմ իմանալ կան էլի հիշատակումներ մեր գրականության մեջ, որ մենք ունեցել ենք նման աղբյուրներ կամ ունեցել ենք բազմաթիվ նման հիշատակություններ կան, այո, աղբյուրներ են հիշատակվում։ Տեսեք Սուրբ Սարգիսն էլ մեր քրիստոնեական ամենասիրելի սրբերից մեկը դարձյալ մտել է առասպելաբանական միջավայր։ Նա հիշատակվում է թե ինչպես Կոթի գյուղի մոտակայքում գերվածներին ծարավից փրկելու նպատակով աղբյուր է բխեցնում եւ այդ բխեցրած աղբյուրի շնորհիվ փրկում է մարդկանց։ Տեսեք, էլի իդեպ այդ աղբյուր բխեցնելու գործոն մի քանի առասպելազրույցներում կան, սկսած Մարիամ Մայր Աստվածածնից եւ նույնիսկ հայկական սրբերով, որ ինչպես են աղբյուրներ բխեցրել։ Քրիստոսն է, Աստվածաշնչյան Քրիստոսը իր աղբյուր բխեցնելով, որ գալիս տեղափոխվում է մեր միջավայր, մեր ներսես մեծ անմարդը բնակվում երբ վաղես կայսր կողմից աքսորվում է, նա իր հետ աքսորվածներին սնուցում է դարձյալ այդ եղանակով ժայռեն խփած գավազանով ջուր է բխեցնում։ Կա այդ շնորհ այդ ինչ ասեմ ջրի վերագրված հատկանիշը, բայց դա ունի մեկ պատճառաբանության իմ կարծիքով, իմ համոզմանպես դեպքում ասեմ, նրա կենսաբանական ուղիղ դերն է մարդու կյանքում։ Իսկ այնինչ ունի ուղիղ անմիջական դեր, բնականաբար պիտի սրբացվի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Հիշեցնեմ, այսօր խոսեցինք ջրի հրաշագործ դրսևորումների մասին։ Հյուրընկալել ենք բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վաչագան Ավագյանին։ Ձեզ հետ է Աննա Մարտիկյանը։